Եթե Ռեալ Մադրիդում լիներ ժամանակ, ապա շատ լեգենդներ չէին ծնվի։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է նորից Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ խոսելու վերջին օրերին Ռեալ Մադրիդում կատարվող իրադարձությունների մասին եւ ընդհանրապես խոսել այն ամենի մասին, ինչի արդյունքում Ռեալ Մադրիդը հասավ այս իրավիճակին։ 24-25 մրցաշրջանի սելեկցիոն աշխատանքը ուղղակի խայտառակ ստացվեց, թիմից հեռացավ Տոնի Կրոսը, հեռացավ Խոսելուն, հեռացավ Նաչոն եւ այդ հեռացումներից զատ թիմ եկան Կիլիան Մբապեն եւ Էնրիկը։ Սկզբից թվում էր, թե նման աստղային հարձակում ունեցող թիմը չի զգա ոչ մեկի պակասը, բայց իհարկե ֆուտբոլ հասկացող շատ մարդիկ հասկանում էին, որ դաշտի կենտրոնում կիսապաշտպանների բացը եւ Տոնի Կրոսի կարգի ֆուտբոլիստի բացակայությունը կարող է խնդիրներ առաջացնել, բայց խնդիրներ գուցե չէին առաջանա, եթե այդ նույն ժամանակահատվածում չսկսվեր վնասվածքների աղետալի շարքը, որտեղ Կարլո Անչելոտիի պաշտպանությունը ուղղակի գտնվում էր տոտալ ողբերգական իրավիճակում։ Այս ծանր իրավիճակում Ռեալ Մադրիդը իհարկե գնում էր ձախողման ճանապարհով, ձախողվեց Բարսելոնայից, երկու անգամ ծանր պարտություններ կրեց եւ արդեն փետրվար մարտ ամիսներից սկսվեց խոսակցություն, որ գերմանական ֆուտբոլում հեղաշրջում արած, հեղափոխություն արած, այսպես ասված, մարզիչը Չաբի Ալոնսոն, որը արդեն նվաճել էր բոլոր գրանդ ակումբների սրտերը, պետք է գա Ռեալ Մադրիդ։ Այսինքն դեռևս այն ժամանակ, երբ Անչելոտին պայքարում էր 3 տիտղոսների համար, թերևս ուներ խաղային խնդիրներ, որոնք կարծում եմ ամբողջովին պայմանավորված էին վնասվածքներով եւ սելեկցիոն որոշակի Ռեալ Մադրիդի խնդիրներով, այդ ժամանակ արդեն սկսվեցին այդ խոսակցությունները։ Դերևս այդ ժամանակ ես ասացի, որ սա լավ կողմի չի տանում եւ այս հետևանքները շատ ծանր են լինելու Ռեալ Մադրիդի համար։ Հիմա չմանրանամ, թե ինչու կոնկրետ ասացի, դրանք դուք շատ անգամներ լսել եք եւ գիտեք։ Եվ եղավ այնպես, որ Ռեալը ձախողվեց բոլոր ասպեկտներում, չունեցավ տիտղոս եւ թիմ եկավ Չաբի Ալոնսոն։ Չաբի Ալոնսոն իր առաջին ասուլիսի ժամանակ ասաց, որ նա ցանկանում է տեսնել այս թիմից ռոք-ն-ռոլ եւ Ռեալի բոլոր երկրպագուները պետք է Ռեալի խաղը դիտելիս ասեն սա իմ Ռեալ Մադրիդն է եւ հաճույք ստանան։ Իսկ ինչ եղավ հետո, իհարկե եղավ այն, ինչ մենք շատ լավ գիտենք։ Ընդամենը 7 ամիս հետո Ալոնսոն պետք է հեռացվեր Ռեալ Մադրիդի մարզչի կարգավիճակից, թերևս այնտեղ կան մի քանի վարկածներ, որ դա ընդհանուր փոխհամաձայնություն էր, սկզբից կար նաև վարկած, որ դա Չաբի Ալոնսոյի սեփական որոշումն էր, թերևս վերջին հստակ բոլոր նորություններով կարելի է ասել, որ դա ակնհայտ հեռացում էր ուղղակի մեղմացուցիչ հանգամանքներում ներկայացված։ Ինչն է կարևոր, որ Չաբի Ալոնսոն Ռեալում իր առաջին ամսում եւ իր խոստացած ֆուտբոլը փորձեց խաղալ միայն այդ առաջին ամսում։ Այսինքն առաջին ամսվանից հետո ես չեմ ուզում հաշվել այնտեղ աշխարհի ակումբային առաջնությունը, որովհետեւ աշխարհի ակումբային առաջնությունում նոր էր եկել մարզիչը եւ շատ բարդ էր միանգամից 24-25 սեզոնի շարունակությունն էր, այսպես ասած դա եւ մի անգամից մտնել հունի մեջ իհարկե հնարավոր չէր, թերևս այնտեղ կարծում եմ նաև չպետք է լիներ Paris Saint-Germain-ից նման ողբերգական պարտություն, եթե դու գալիս ես եւ փորձում ես լավ էջից սկսել, դա արդեն մեծ ապտակ էր եւ հենց այդ ժամանակներից էլ սկսեցին այն բոլոր խնդիրները, որոնք մենք գիտենք։ Հանդերձարան մարզիչ խնդիրները, իսկ սովորաբար երբ լինում են այդպիսի խնդիրներ, այդպիսի մարզիչները երկար իհարկե չեն մնում Ռեալ Մադրիդում, դրա վառ օրինակները մենք շատ ունենք, շատ ենք տեսել։ Եվ գուցե ամենամոտ օրինակը դա Բենիտեսն է, ուղղակի Բենիտեսի եւ Ալոնսոյի մեջ կան մի քանի տարբերություններ, որոնց մասին ես անպայման հիմա կնշեմ։ Երկուսն էլ շատ նման են իրար այն առումով, որ մաքսիմալ չոր համակարգային եւ տակտիկական մեծ զարգացվածություն ունեցող մարզիչներ են, բայց Բենիտեսը երբեք չդավաճանեց իր սկզբունքներին՝ ի տարբերություն Չաբի Ալոնսոյին։ Չաբի Ալոնսոն ուներ հստակ խաղաոճ, նրա ոճը ուսմունքը դա պրեսինգ, հակապրեսինգ մոդելն էր, որտեղ թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է աշխատի դաշտում, բայց նա հրաժարվեց այդ ոճից, սկսեց խաղալ ցածր բլոկով, իսկ վերջին արդեն այդ աղետալի խաղերի շարքում մենք հիշում ենք, թե ինչպիսի ցածր բլոկով էր խաղում Ալոնսոն եւ այնտեղ չկար գետ մեկ նշույլ Չաբի Ալոնսոյի դավանած եւ ասած ֆուտբոլից։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ Չաբի Ալոնսոյի հեռացումը, Չաբի Ալոնսոյի նշանակումը ընդհանրապես հիբրիդային ֆուտբոլից անցնել, քաոտիկ հիբրիդային ֆուտբոլից անցնել ժամանակակից համակարգային ֆուտբոլին, դա ակնհայտ սխալ որոշում էր, որովհետև
ներկայիս Ռեալը չուներ ոչ համապատասխանող կազմը եւ ոչ էլ ուներ այդ պահին այդ ռեսուրսները։ Եվ ինչպես գիտենք, թե ինչպես է կատարվում Ռեալ Մադրիդի սելեկցիան, այդ սելեկցիոն աշխատանքով Մարչին վերջնականապես ամբողջովին չէին օգնել։ Այո, բերեցին Կարերասին, բերեցին Հոյսենին, բերեցին Մաստանտոնոին, եկավ Ալեքսանդր Արնոլդը, բայց մոռացան ամենակարևորը։ Այդ ամենակարևորը ոչ մի կերպ չեն ուզում ընդունել Ռեալի ղեկավարությունում, որովհետև ժամանակին իրենց հիմքը դրել են որոշակի երիտասարդ տաղանդավոր կիսապաշտպանների վրա, որոնցից ոչ մեկը ցավոք սրտի չունի այդ խաղարկող կիսապաշտպանի պարտականությունը։ Ասում են Ալոնսոն ցանկացել է այդպիսի կիսապաշտպան, բայց Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ օրինակ Մոդրիչի գնալու պատճառներից մեկը նաև եղել է այն, որ Ալոնսոն եւս չի ցանկացել նրան պահել։ Իհարկե նախկինում մամուլում կար դրա հակառակ կարծիքը նաև, որ նա ցանկացել է, բայց Պերեսի որոշումն է եղել դա թերևս իմ կարծիքով Ֆաբրիցիո Ռոմանոն այս առումով ավելի վստահելի աղբյուր է, քան մնացած բոլոր աղբյուրները։ Բացի դրանից Ռեալ Մադրիդը եւ համակարգային մարզիչը պետք է հստակ հասկանան, որ եթե դու ուզում ես խաղալ համակարգային նմանատիպ ֆուտբոլ, ապա պետք է ունենաս դաշտի կենտրոնում նմանատիպ ֆունկցիայի կիսապաշտպան։ Նմանատիպ ֆունկցիայի կիսապաշտպանին մոտ կիսապաշտպան դա Սեբալյոսն է, որը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ընդամենը մեկ քայլ էր մնացել, որպեսզի գնար Մարսել եւ նրան ոչ մեկը չէր ցանկանում պահել եւ վերջի պահին ինչ որ բան Սեբալյոսին ասաց, որ նա չի ուզում մեկնել Մարսել եւ նա չգնաց։ Սա եւս մեկ նշանն է եւ անհասկանալի այդ որոշումների շարքի սկիզբն է։ Իհարկե ես հասկանում եմ, որ սելեկցիոն աշխատանքով ամբողջովին սելեկցիոն աշխատանքը ամբողջովին կատարում են Ռեալ Մադրիդի վերևի ատյանները, այսպես ասած, Ֆլորենտինո Պերեսը իր թիմով, խորհրդով եւ այլն, այնտեղ կան հատուկ մարդիկ, որոնք զբաղվում են այդ աշխատանքով, կան հատուկ նվիրյալ անձնավորություններ, բայց ես գրեթե համոզված եմ, որ որքան էլ այդ մարդիկ որոշեն, ամեն դեպքում մարզիչին գոնե մի փոքր կլսեն։ Այո, Ռեալում սովորաբար սելեկցիոն աշխատանքին մարզիչը խառնվում է բացառիկ դեպքերում, բայց լսում են ամեն դեպքում որոշակի ցանկություններ եւ գուցե չեն կատարում հենց նույն ցանկությունը, բայց գուցե կատարում են այդ ցանկությանը ինչ որ նման կամ ինչ որ այլ ձևով ինչ որ մի ֆուտբոլիստի բերում են։ Կոնկրետ այս իրավիճակում, երբ Չաբի Ալոնսոն ստացավ Ռեալ Մադրիդը, սկսեցին վնասվածքները եւ այլն, իհարկե հասկանալի է այդ ֆիզիկական ծանր վիճակը, այնտեղ Պինտուսի հեռանալը նրա կամքով, ինչը ընդհանրապես դուր չէր եկել Ֆլորենտինո Պերեսին, եւ այս բոլոր որոշումները իհարկե ինչ որ տեղով գուցե արդյունքի տեսանկյունից հասկանալի են դարձնում Ալոնսոյի անհաջողությունները, բայց ինչն էր խնդիրը։ Այստեղ կար երկու հստակ խնդիր։ Նա առաջինը կորցրել էր հանդերձարանը եւ վատ հարաբերություններ ուներ թիմի շատ կարեւորագույն մի քանի ֆուտբոլիստների հետ, որոնցից մեկը Վինիսիուսն էր, մեկը Բելինգեմն էր, իսկ մյուսը Ֆեդե Վալվերդեն էր։ Եթե օրինակ Վինիսիուսի եւ Բելինգեմի դեպքում կարող ենք ասել, որ նրանք գուցե ունեն բնավորության խնդիրներ, ապա Ֆեդե Վալվերդեի դեպքում կարծում եմ միայն Ալոնսոյին են ամենավերջին կարգի պաշտպանող մարդիկ կամ նրա ընտանիքի անդամները կարող են ասել, որ Ֆեդե Վալվերդեն ուներ բնավորության խնդիրներ, դրա համար էլ Ալոնսոն գլուխ չէր անել նաև Ֆեդե Վալվերդեի հետ աշխատանքից։ Իսկ երբ դու ունես հանդերձարանի հետ խնդիր, դա վերջն է, ընկերներ։ Ինչքան էլ Ալոնսոն լինի լավ մարդ, ինչքան էլ զգացվում էր Ալոնսոյի ցանկությունը, ինչքան էլ զգացվում էր, թե Ալոնսոն ինչ նվիրված է, փորձում է հաղթել, ինչ ծանր էր տանում ամեն բաց թողնված գոլը, բայց այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է, որ մարզիչը հոգեբանորեն կայուն լինի։ Մենք տեսնում ենք նաև, որ մարզիչը հոգեբանորեն կայուն չէ։ Մարզիչը ընդամենը մեկ բաց թողնված գոլից հետո հայտնվում էր խուճապի մեջ։ Ես վստահորեն ասում եմ, որ Չաբի Ալոնսոն ֆանտաստիկ տակտիկ մարզիչ է, որովհետև ես տեսել եմ նրա Բայեր Լևերկուզենը։ Բայց այն տակտիկական քայլերը, որ նա անում է Ռեալ Մադրիդում, դրանք ուղղակի անհասկանալի էին մեղմ ասված։ Դա ես բնորոշում եմ հետեւյալ կերպ, ոչ թե նա վատ մարզիչը եւ վատ տակտիկական քայլեր էր մտածում, այլ ուղղակի նա կորցրել էր արդեն ամբողջությամբ ղեկը ու ինքն էլ չէր հասկանում, թե ինչ էր անում։ Սա շատ կարևոր է, որովհետեւ Ֆրան Գարսիա եւ Ռաուլ Ասենսիոյով բիլդ-ափ կատարել, Չուամենիին մի խաղում մտցնել կենտրոնական պաշտպան, երբ ունես դու արդեն երկու կենտրոնական պաշտպան, Ռաուլ Ասենսիոյին տանել աջ, արդեն փորձված Ֆեդե Վալվերդեին, որը այդ դիրքում շատ լավ էր խաղում երկու կենտրոնական պաշտպանի եւ ձախ պաշտպանի Կարերասի հետ, որ Ռեալ Մադրիդի միակ ձեռքբերումն է, որ այս պայդրությամբ արդարացնում է իրեն, դու որոշում ես այդպիսի հեծանիվ օրինել կամ Չուամենիին առաջ, այսպես ասած,
դիրք տանելու այդ մոլուցքը, որ նա պրեսինգը փորձում էր սկսել Չուամենիին շատ բարձր կետում դասավորելով, ինչը Ռեալի շատ խաղերում շատ ծանր էր արժանում Ռեալի վրա, օրինակ Ժիրոնայի այդ գոլը ստեղծվեց հենց դրա պատճառով, Յուվենտուսի հետ Յուվենտուսին իհարկե կարողացան հաղթել 1-0, բայց մի քանի անգամ Յուվենտուսը հենց այդ նույն պատճառով, որ հենակետային գոտին բաց էր մնում, անընդհատ սխալներ էր անում։ Այդ սխալների մասին մենք խոսել ենք նաև El Clasico-ի ժամանակ, եւ հենակետային գոտին ուղղակի մահացել էր, եւ այդ տաղտկական քայլը ընդհանրապես անհասկանալի էր։ Եթե անգամ դու խաղում ես ցածր բլոկով ու ավտոբուսով եւ դու չունես այդ բլոկում հենակետային կիսապաշտպան, դա մեղմ ասված անհասկանալի է։ Էլ չեմ խոսում այնտեղ Արդա Գյուլերի եւ Ջուդ Բելինգեմի մի գծի վրա խաղացնելու մոլուցները, ընթացքում իհարկե նա հասկանում էր, որ ինչ որ մեկին պետք է իջեցնի ներքև, բայց երբ որ իջեցնում էր, այդ երկու ֆուտբոլիստներն էլ այդ ֆունկցիային չէին համապատասխանում։ Մի խոսքով սրանք տակտիկական ինչ որ մանր քայլերի, շատ կոպտագույն սխալների արդյունքներ էին, որ նա կորցրել էր ամբողջությամբ իրեն եւ այս սխալները ցույց են տալիս, որ մարզը ճիշտ ուղով չէր գնում։ Ես կարող եմ եւս շատ այսպիսի խնդիրներ ասել, բայց իմաստ չկա, որովհետեւ ես բերեցի մի քանի օրինակ, որոնք արդեն բավական են, որպեսզի դուք պատկերացնեք, որ Ալոնսոն կորցրել էր իրեն, կորցրել էր ընդհանրապես Ռեալ Մադրիդում ղեկը եւ չէր հասկանում, թե այլևս ինչ էր անում։ Սա երկրորդ կետն է եւ վերջում իհարկե երրորդ կետը մենք հստակ հասկացել էինք, որ նա ֆուտբոլիստների հետ չի կարողացել լեզու գտնել, այդ տակտիկական սխալներն էին առաջ եկել, հոգեբանական խնդիրներն էին առաջ եկել, բայց նաեւ պարզվում է, որ նա չի կարողացել ղեկավարության վստահությունը ստանալ եւ նույն Ֆլորենտինո Պերեսի համար չի եղել երբեք այնպիսի կերպար, ինչպիսին օրինակ Զիդանն էր, Անչելոտին էր եւ այլ ուրիշ մարզիչներ։ Նույնը Ժոզեն անգամ, որ ուներ բնավորության բարդ խնդիրներ, ժամանակին նա պատերազմ հայտարարեց Ռեալ Մադրիդին, երբ ֆուտբոլիստներից որոշ մարդիկ իրեն չէին ենթարկվում եւ նա հաղթող ճանաչվեց այդ պատերազմում եւ շատերի կարծիքով Ժոզե Մուրինյոյի տարիներից մեկը դա Ռեալ Մադրիդի պատմության լավագույն տարիներից մեկն էր։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե բերենք օրինակ Բենիտեսի օրինակը, որից ամենաշատն եմ նմանացնում Ալոնսոյին, որտեղ երկուսն էլ չափից դուրս համակարգային տակտիկական հզոր ուղեղով մարզիչներ էին, երկուսն էլ ունեին հաջողություն, եւ Բենիտեսը ավելի մեծ հաջողություններով էր իհարկե միանշանակ եկել Ռեալ Մադրիդ, քան Ալոնսոն, բայց ինչն էր նրանց նմանությունը, որ երկուսն էլ ունեին հստակ սկզբունքներ, շատ էին բացատրում տակտիկա, շատ էին ցույց տալիս տեսանյութներ, ինչը Ռեալ Մադրիդում սովոր չեն։ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները, աստղային ֆուտբոլիստները այնպես են, որ նրանք չեն սիրում, որ իրենց սովորացնում են ֆուտբոլ խաղալ։ Նրանք սիրում են, որ իրենց մարզիչը լինում է իրենց կողքին, նրանց տալիս է ինչ որ տակտիկական հրահանգ, որը հեծանիվ չէ եւ իրենք կատարում են։ Նրանք չեն սիրում երկար, բարդ վերլուծություններ եւ այդպես նրանք 10 տարում ժամանակին հաղթել են 6 չեմպիոնների լիգա եւ նրանց գալ բացատրել, որ այս ֆուտբոլիստները, այս աստղերը պետք է այդքան աշխատանք կատարեն, այդքան վերլուծություններ նայեն, շատ բարդ է եւ գրեթե անհնար։ Այդպիսի կազմ Ռեալ Մադրիդը չունի։ Ռեալ Մադրիդի կազմը համապատասխանում է քաոտիկ հիբրիդային ֆուտբոլին, երբ որտեղ դու ստեղծում ես թիմային ամուր պաշտպանություն եւ անհատներին տալիս ես ազատություն։ Ռեալը այդ ոճով հասել է համաշխարհային ֆուտբոլում մեծ հաջողությունների եւ այդ ոճով միշտ անակնկալ է եղել եվրոպական բոլոր այն գիգանտների նկատմամբ, որոնք ունեցել են այդ համակարգային օրինակ ֆանտաստիկ մեխանիզմները։ Սրանք շատ կարևոր փաստեր են, որոնք ցավոք սրտի հասարակությունը չի ուզում ընդունել եւ բոլորը գալիս են եւ սկսում են նայել դրամատիկ կողմից, այո, դրամատիկ կողմից մարդկային առումով Ալոնսոյին բոլորս էլ կարեկցում ենք, որովհետեւ հասկանալի է, որ նա իրոք ցանկանում էր լավը լինել, բայց նա ձախողեց բոլոր ասպեկտներում։ Ֆուտբոլիստների հետ կապված ընկերներ, գուցե Ռեալ Մադրիդում կան բարդ բնավորության ֆուտբոլիստներ, կան ֆուտբոլիստներ, որոնք գուցե վարքը չի փայլում, կան ֆուտբոլիստներ, որոնք ունեն խնդիրներ, գուցե շատ դյուրազգաց են, գուցե անգամ, չգիտեմ, ագրեսիվ են, գուցե շատ եսասեր են, մեծ էգո ունեն, բայց յուրաքանչյուր թիմում համաշխարհային ֆուտբոլում մեգա աստղերը միշտ էլ եղել են այդպիսին։ Ուղղակի կան մարզիչներ, որոնք կարողանում են աշխատել այդ էգոների հետ, եւ կան մարզիչներ, ովքեր չեն կարողանում աշխատել այդ էգոների հետ։ Դրա համար կան հատուկ մարզիչներ, որոնք հաջողում են ավելի միջին եւ միջինից բարձր թիմերում, եւ կան մարզիչներ, որոնք հաջողում են թոփ թիմերում։ Սակայն այստեղ կա եւս մեկ բացառություն։
Շատ մարզիչներ կարող են հաջողել top թիմերում, բայց Ռեալ Մադրիդը դա մեկ այլ մակարդակ է։ Ռեալ Մադրիդում հաջողելու համար դու ոչ միայն պետք է լինես շատ լավ մոտիվատոր եւ հոգեբան, այլ դու նաեւ պետք է ունենաս այնպիսի գաղափարներ, որ կզարմացնես այդ նույն համակարգային մարզիչներին։ Ռեալ Մադրիդը համակարգային ֆուտբոլ շատ վաղուց չի խաղացել։ Եղել է կիսա համակարգային պրոֆիլով, չգիտեմ, Ժոզեի ժամանակ, բայց այդ ժամանակ էլ սուր համակարգային ֆուտբոլ չի եղել։ Իսկ բոլոր այն փորձերը, որոնք եղել են համակարգային, տոտալ ձախողվել են եւ դրա մասին ես զգուշացնում էի շատ երկար ժամանակ եւ խոսում էի դրա մասին եւ ցավոք սրտի այն բոլոր մտավախությունները, որոնք ես ունեի, որ Ալոնսոն կարող է հանդերձարանի այդ խնդիր ունենալ, կարող է այս ֆուտբոլը ոչ մի կերպ չտեղավորել այս համակարգում, բոլորը իրականացան։ Եվ մենք ունեցանք այնպիսի իրավիճակ, որ Չաբի Ալոնսոն հեռացվեց, Չաբի Ալոնսոն այլևս Ռեալ Մադրիդի մարզիչը չէ, եւ Ռեալ Մադրիդի մարզիչ նշանակվեց Ալվարո Արբելոան։ Ես կխոսեմ իհարկե Ալվարո Արբելոայի մասին քիչ անց, այստեղ կան եւս մի քանի կարևոր թեմաներ, որոնց պետք է անդրադառնալ, այն բոլոր թեմաները, թե ինչպես է Չաբի Ալոնսոն հեռացել մամուլում, ամեն ինչ սկսեցին գրել, այն նույն մեդիա մարդիկ, ովքեր ամբողջ օրը պնդում էին, որ Չաբի Ալոնսոին չեն հեռացնելու, Չաբի Ալոնսոն հաստատ մնալու է եւ բոլորը անակնկալի եկան պաշտոնական հայտարարության հետ եւ Չաբի Ալոնսոն հեռացվեց, նրանք բոլորը այնքան վստահ են գրում հեռացման պատճառների, այնքան վստահ են գրում թե ինչ է եղել, ով ում հետ հստակ ինչ է խոսել, որ իհարկե դա շատ ծիծաղելի էր, որովհետեւ այնտեղ այնպիսի աբսուրդ կարծիքներ կային, այնպիսի աբսուրդ պոստեր կային, քիչ էր մնացել գրեին, որ օրինակ Չաբի Ալոնսոյի երեխաներին փակցրել են, զենքը դրել են գլխին Ռեալի ֆուտբոլիստները եւ ասել են դու պետք է անես մեր ցանկացածը։ Կամ Սորոսականներ են եղել Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները եւ Ալոնսոն նրանց հետ չի կարողացել հաշվի նստել ու այսպիսի լիքը աբսուրդ բաներ։ Սա ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որովհետեւ կոնկրետ մամուլին մի հավատացեք ընկերներ, մի հավատացեք իսպանական մամուլին, որոնք անverջ սկանդալներ են հորինում եւ PR-ի համար ինչ ասես հիմա կգրեն, որովհետեւ սա բում թեմա է, ամբողջ աշխարհը երբ որ տենում է Ալոնսո հրաժարական, այդ դրամայի շուրջ, երբ դու թեքում ես Instagram-ը, TikTok-ը, Twitter-ը, չգիտեմ, տարբեր այդպիսի սոցիալական հարթակներ եւ այնտեղ անverջ տեսնում ես այդ տխուր երաժշտության տակ Ալոնսոյի հետ կապված տեսանյութերը, այն բոլոր հուզիչ եւ դրամատիկ տողերը, որ նրան ժամանակ չթողեցին, որ նա աշխատի, իր գաղափարները հասցնի եւ այսպիսի բաներ։ Այս ամենի շուրջ էլ իհարկե մամուլը փորձում է փող աշխատել եւ հորինում է տարբեր այդպիսի սկանդալային ենթավերնագրեր, թե ինչ է պատահել ֆուտբոլիստների եւ Ալոնսոյի միջեւ։ Ամենահզորը, որ ես կարդացի եւ դրա հետ կապված մեմ սարքեցի իմ Telegram-յան Vaxport ալիքում, դա այն էր, որ Չաբի Ալոնսոն մարզումներից մեկի ժամանակ ասել էր ես չգիտեմ, որ գալիս եմ այստեղ երեխաների մարզելու։ Սա իհարկե բում էր, որը ես չեմ հավատում անկեղծ դրա ճշմարտացիությանը, անկեղծ չեմ հավատում, բայց եթե եղել է անգամ, ապա մարզիչը իրավունք չունի այդպիսի բան ասելու իր ֆուտբոլիստներին, հատկապես Ռեալ Մադրիդում, երբ այնտեղ աստղեր են աշխատում, ինչքան էլ այդ աստղերը լինեն շատ կապրիզներով։ Եկեք նաև եւս մեկ թեմայի վրա ուշադրություն դարձնենք, որը մամուլում շատ է շրջանառվում։ Ասում են, եթե Չաբի Ալոնսոն գնա, ապա ով պետք է գա։ Դեռևս 11 ամիս առաջ, երբ որ ես ներկայացնում էի այն սցենարը, թե ինչպես է Չաբի Ալոնսոն սեզոնի կեսից դուրս գալու եւ այն ժամանակ ես հստակ ասում էի, որ չի լինելու հստակ մարզիչ, որը կգա Ռեալ Մադրիդ, որտեղ բոլոր թոփ մարզիչները արդեն զբաղված են կամ դառնում են զբաղված, եւ երբ Կարլո Անչելոտիին հանեցին, դա մեծագույն սխալներից մեկն էր, որովհետեւ այս համակարգի հետ աշխատող ամենահարմար մարզիչը Կարլո Անչելոտին էր, նրան ուղղակի պետք էր տալ ժամանակ եւ տրանսֆերներ։ Ընդամենը մի քանի տար։ Ես համոզված եմ, որ ներկայիս անգամ տրանսֆերները եթե տային Անչելոտիին, նա ավելի լավ արդյունքներ կունենար այս պայդրությամբ, քան ուներ նույն Չաբի Ալոնսոն, որովհետեւ նա հանդերձարանի հետ կգնար մի գծով։ Իսկ մենք հիշում ենք առաջին ամիսը, որ Ալոնսոն մեկ է արդյունք ուներ, այո, նա դեռևս այդ ժամանակ կայի խնդիրներ, բայց այդ խնդիրները չէին ասել այդ գագաթնակետին։ Ասում են այդ խնդիրները գագաթնակետին հասան El Clasico-ի ժամանակ, երբ Չաբի Ալոնսոն փոխարինեց Վինիսիուս Ժունիորին։ Այս ժամանակ արդեն եղավ այդ տադադադադան բումը ու այդ բումից հետո արդեն ոչինչ չէր մնացել, քան որ սկսվեց այդ մենամարտը, ճակատամարտը, մի կողմը պաշտպանում էր Վինիսիուսին, մի կողմը պաշտպանում էր Ալոնսոին, բայց իմ կարծիքով ավելի շատ չէին պաշտպանում Վինիսիուս Ժունիորին։
Ես Վինիսիուս Ժունիորին ընդհանրապես չեմ արդարացնում, ինձ դուր չի եկել Վինիսիուսի այդ բնավորության շատ գծեր, այդ դյուրազգացությունը, բայց ինձ դուր է եկել ընդամենը մեկ բան՝ նրա անկեղծությունը։ Նա այսքան ժամանակ չի կեղծել իր հարաբերությունները։ Նա այսքան ժամանակ ցույց է տվել, որ նա ունի խնդիր, դա ցույց է տվել փոխարինվելիս։ Նա երբ որ ներողություն անգամ խնդրեց չնշեց Չաբի Ալոնսոյի անունը, սա եւս մեկ անգամ նշան էր, որ նա հասկանում էր, որ նա մեղավոր չէ եւ իրեն փոխարինելը սխալ որոշում էր։ Իհարկե նա ներողություն էր խնդրում իր թիմակիցներից, նախագահից եւ այլն, որովհետեւ չէր կարող չխնդրել, երբ որ դու փոխարինվում ես ու նման շոու ես անում, երբ թիմը հաղթում է ու կապ չունի, որ դու դաշտում լավագույն հարձակողական ոճի ֆուտբոլիստն ես, հիասքանչ ես խաղում, դու իրավունք չունես հաղթելու ժամանակ այդպիսի արձագանք տալ, անգամ պարտվելու ժամանակ իրավունք չունես, կարող ես ինչ-որ դժգոհություն ցույց տալ, բայց նման մակարդակի գնալ հանդերձանան, իհարկե դու իրավունք չունես։ Թերևս նրան նման էմոցիոնալ ֆուտբոլիստի դեպքում այդպիսի պոռթկումները իմ կարծիքով ինչ որտեղ հասկանալի են։ Կարևորը նա կեղծ չէ, նա ցույց է տալիս այն ինչ կա, չգիտեմ, երկրպագուներից է նեղանում, օրինակ հեռացնում է Instagram-ում գլխավոր նկարը եւ դնում է արդեն Բրազիլիայի հավաքականի մարզահագուստով նկարը։ Այսպիսի բոլոր քայլերը իհարկե ինչ որ չափով գուցե մանկական են, բայց այդ մանկական քայլերով ֆուտբոլիստը Ռեալ Մադրիդի պատմության գոնե 21-րդ դարում, եթե այսպես եկեք խոսենք 21-րդ դարից, դա պատմության մեջ է, նա հավասար է Պուշկասի հետ, ուղղակի Պուշկասը ավելի քիչ խաղ է անցկացրել, բայց կոնկրետ 21-րդ դարում նա այն ֆուտբոլիստն է, որ եզրափակիչներում ամենաշատ գոլ եւ գոլային փոխանցումն է կատարել։ Նա այն ֆուտբոլիստն է, որ Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչներում խփել է հաղթական գոլը։ Նա այն ֆուտբոլիստն է, որ իր ծաղկման շրջանից սկսած Չեմպիոնների լիգայում ամենա լավ արդյունքներ ապահովող ֆուտբոլիստներից մեկն է գոլային փոխանցում համակարգում։ Նա այն ֆուտբոլիստն է, որ Ռեալի համար շատ կարևոր տիտղոսներ է հաղթել։ Այո, նա ունի խնդիրներ, նա մարզավիճակը ընկել է, նա շատ խաղերում իրեն նման չէ, նա ոսկե գնդակից հետո ունի խնդիրներ։ Նրա մոտ կատարվում են որոշակի հոգեբանական հարցեր այդ ոսկե գնդակի պատմություններից հետո։ Նա գուցե այդպես շատ հարցերում իրեն սխալ է պահում, բայց այսպիսի ֆուտբոլիստի հետ պետք է հաշվի նստել, ընկերներ։ Եթե դու այսպիսի ֆուտբոլիստի հետ հաշվի չես նստում, դա լուրջ խնդիր է։ Մամուլում հայտնվեց մի տեղեկություն, որ Չաբի Ալոնսոյի ցանկացած ֆուտբոլը, որ նա ցանկացել է խաղալ, միայն եղել է 2 խաղում։ Մեկը Մարսելի հետ հանդիպումն է, մեկը Վիլյարեալի։ Հիշեցնեմ, որ Մարսելի հետ խաղում Վինիսիուսը մեկնարկային կազմում չէր, բայց Ռեալ Մադրիդը հաղթեց այն ժամանակ, երբ Վինիսիուսը դուրս եկավ խաղադաշտ, վաստակեց 11 մետրանոց եւ այդ 11 մետրանոցը իրացրեց Կիլիան Մբապեն ու Ռեալ Մադրիդը հաղթեց Մարսելին։ Իսկ Վիլյարեալի հետ խաղում Ռեալը հաղթեց եւ այդ խաղում դուբլ գրանցեց Վինիսիուսը եւ կարծես թե նաեւ կատարեց 1 գոլային փոխանցում, եթե չեմ սխալվում, գուցե սխալվում եմ, բայց դա կարևոր չէ, փաստ է, որ այդ խաղում Վինիսիուսի բենեֆիսն էր։ Եթե խնդիրը Վինիսիուսն էր, ապա ինչու է Վինիսիուսը հենց այդ 2 խաղերում, որոնք նշվում են, որ Ալոնսոն ուզել է այնպես խաղալ եւ խաղացել է, ու այդպես խաղացել է։ Այնտեղ Ռեալի դարպասապաներից մեկը, Բույոն նախկին դարպասապաներից մեկը այսպիսի մի հատ աբսուրդ միտք էր արտահայտել, որ եթե Վինիսիուսին նստենք պայստայինների նստարանին, ապա Ռեալ Մադրիդի բոլոր խնդիրները կլուծվեն։ Հիմա ես հարց եմ տալիս այդ նույն մարդուն։ Վինիսիուսը փաստորեն ըստ մամուլի այն ֆուտբոլիստն է, որը կարողացել է Ռեալ Մադրիդի Ալոնսոյի գլխավորած 2 այն խաղերում, որտեղ ինքը այնինչ ցանկացել է ստացել է, լինել այդ խաղերում ամենավճռորոշը։ Ինչպես է ստացվել դա, եւ եթե այդպես է, ապա Ալավեսի այդ խաղը բոլորը նշում էին, որ լինելու է վերջինը Չաբի Ալոնսոյի համար, իհարկե այդ խաղում շատ վատ էր խաղում Վինիսիուսը մինչև վերջին դրվագը եւ կարողացավ ապահովել Ռեալ Մադրիդի գոլը, բայց ուզում եմ հիշեցնել, որ 1-1-ի ժամանակ հենց Վինիսիուսի անհատական անցումը եւ փոխանցումը Ռոդրիգոին վերածվեց գոլի, որտեղ Ռոդրիգոին մնացել էր միայն գրավել ազատ դարպասը։ Եվ այսպես շատ օրինակներ կարող են բերել Յուվենտուսի հետ խաղը, Խետաֆեի հետ խաղը, որտեղ Վինիսիուսը արդյունավետ է եղել, այո, շատ խաղերում եղել է, որ արդյունավետ չի եղել, բայց շատ խաղերում էլ եղել է, որ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք նպաստել են Ռեալ Մադրիդի հաղթանակին։ Վինիսիուսի շուրջ այսքանը, ես նրան շարունակում եմ հավատալ եւ հավատում եմ, որ այս ֆուտբոլիստը դեռ Ռեալ Մադրիդում իր անունը շատ է գրելու, բայց նա պետք է իր բնավորությանը իհարկե ուշադրություն դարձնի, այդ դյուրազգացությունը փոխի։ Այո, նա անկեղծ է, բայց այդ անկեղծությունը երբեմն վնասում է ոչ միայն իրեն, այլ վնասում է թիմի մթնոլորտին գուցե։ Ֆեդե Վալվերդեի հետ խնդիր ունեցող Ալոնսոն այնպիսի մարդու հետ հասկանում եք խնդիր ուներով,
ամբողջ Ռեալ Մադրիդում այն միակ ֆուտբոլիստն է, որը կարող է, այլապես միակներից է, այսպես ասենք, որ կարող է խաղի 94-րդ րոպեին մրցակցի հարկի տակ ամբողջ ուժով հետ վազել դեպի սեփական կիսադաշտ եւ խլել գնդակը։ Այսպիսի ֆուտբոլիստին մեղադրել, այն ֆուտբոլիստին, որը ամբողջ կյանքն է դրել այս թիմի մեջ, այն ֆուտբոլիստին, որը իր նվիրումով անգամ երբ նրա երեխային վիրավորեցին, չծնված երեխայի հետ կապված նրան կոպիտ արտահայտություն արեց բանան, իրեն զսպեց եւ չստացավ կարմիր քարտ, այդպիսի ֆուտբոլիստին մեղադրել, որ խնդիրներից մեկն է Ալոնսոյի։ Այն նույն Վալվերդեն, որ Ատլետիկո Մադրիդի հետ ֆենոմենալ հանդիպում խաղաց եւ նորից այդ պաշտոնը պահվեց Ալոնսոյի եւ նա հասավ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ։ Այսպես շատ կարող եմ խոսել նույն Ջուդ Բելինգեմի հետ կապված, որ ասում էին խնդիր է եղել, կամ նույն Կիլիան Մբապեի հետ պրեսինգի թեմայի մասին, որի մասին հազար անգամ խոսել ենք եւ մարզիչը պետք է հասկանա, որ եթե դու ունես մի ֆուտբոլիստ, որը կարող է խփել 50 գոլ, բայց չի կարող կատարել պրեսինգ, ուրեմն դու քո ձեռքի եղածով պետք է ստանաս այնպիսի մի մեխանիզմ, որտեղ Կիլիան Մբապեն կունենա իր արդյունավետությունը, մյուս ֆուտբոլիստները դժգոհ չեն լինի ու դու կկարողանաս այդ հանելուկը, այսպես ասած, լուծել։ Այստեղ իհարկե սելեկցիոն հարցերի առումով շատ հարցեր կան Ռեալ Մադրիդին, որտեղ Կիլիան Մբապեն ժամանակին ընդհանրապես պետք չէ Ռեալ Մադրիդին, բայց դա մարքեթինգային եւ բիզնեսային քայլ էր։ Ես շատ եմ բացատրել, որ Ֆլորենտինո Պերեսը ինքը բիզնեսմեն է, Ֆլորենտինո Պերեսը ինքը առաջինը մտածում է բիզնեսի մասին, այլ ոչ թե ֆուտբոլի, եւ սա հստակ է կարծում եմ։ Սա հստակ է եւ այդպիսի բոլոր քնին Մոդրիչի գնալը եւ Մբապեին 10 համար տալը, այդ բոլոր քայլերը բիզնեսի մասին են։ Մբապեին բերելը բիզնեսի մասին է։ Բոլորը հասկանում են, որ այդ ժամանակ Ռեալ Մադրիդին պետք է կամ դասական 9 համար, կամ գուցե հենց այսպես էլ ամեն ինչ լավ էր ընթանում, երբ կար Խոսելոն, երբ կար Ջուդ Բելինգեմը, երբ կար Ռոդրիգոն, Վինիսիուս եւ նրանք իրար հետ ուղղակի ֆանտաստիկ էին Անչելոտիի Ռեալ Մադրիդում։ Բայց մեղադրել այս ամեն ինչում էլ ասել, որ Մբապեն է մեղավոր, դա եւս զավեշտ է։ Եվս մեկ կարևոր թեմա։ Ֆուտբոլիստներին մեղադրողների հետ կապված։ Այո, ֆուտբոլիստները պարզ է, որ մեղավորություն են, որտեղ նրանք են խաղում դաշտում, բայց ֆուտբոլիստները այստեղ միայն երրորդ մեղավորն են, որովհետև միշտ մարզիչն է այդ կապող օղակը ղեկավարության ու ֆուտբոլիստների միջև, նա պետք է այնպիսի հարաբերություններ ստեղծի, որ բոլորը գոհ լինեն։ Նա հենց դրա համար է գալիս թիմ, մարզիչը հենց այդ պարտականությունը ունի համախմբել այն բոլոր խաղացողներին, որոնք իր ենթակայության տակ են։ Եթե իր ենթակայության տակ չեն, ապա պետք է դուրս գալ այդ ֆուտբոլիստների դեմ, ինչպես ժամանակին արել է Ժոզե Մուրինյոն, ինչպես ժամանակին արել է Ռաֆայել Բենիտեսը։ Ուղղակի Մուրինյոն ավելի երկար մնաց Ռեալում եւ կարողացավ տիտղոսներ նվաճել, իսկ Բենիտեսը չկարողացավ։ Բենիտեսը մինչև հիմա պատերազմում է այդ առումով, նա այդպես էլ չդավաճանեց իր խաղաոճը, երբ խնդիր ուներ Կրիշտիանո Ռոնալդոյի հետ, Բեյլի հետ ու ուրիշ աստղերի հետ Ռեալ Մադրիդում, նա մինչև վերջ մնաց իր գաղափարներին, նա մինչև վերջ հետևեց այն բոլոր սկզբունքներին, որոնք ունեցել էր, եւ նա մինչև վերջ կատարեց այն բոլոր քայլերը, որ Ռեալ Մադրիդում ինքը ի սկզբունքներով ճիշտ դուրս գա ու հետագայում կարողանա ասել, որ այն ինչ արեց Զիդանը ինքը կարող էր անել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը Ալոնսոն այդ դրանից չօգտվեց։ Եվս մեկ թեմա կա այդ ֆուտբոլիստների հետ կապված, երբ ասում են, որ Ռեալի ֆուտբոլիստները միշտ են եղել այդպիսի պրոբլեմատիկ, այո, աստղերի հետ դժվար է աշխատելը, բայց մինչև Կիլիան Մբապեի հայտնվելը, կոնկրետ այս թիմի աստղերի հետ կապված ու մթնոլորտի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել։ Եթե մենք վերցնում ենք, որ խնդիրը ֆուտբոլիստներն են եւ հենց այն Վինիսիուսն է, այդ ամենաչարագործ այդ քխ տղեն, ապա նա այդպիսին չի եղել հանդերձարանում, այո, նա գուցե դաշտում եղել է սկանդալների կիզակետում, բայց տվել է արդյունք, բայց հանդերձարանում Ռեալը խնդիր չի ունեցել։ Անչելոտիի հանդերձարանը մինչև Կիլիան Մբապեն համարվել է ամենալավ հանդերձարաններից մեկը։ Եթե մենք ամբողջությամբ փորձում ենք բարթել ֆուտբոլիստների վրա, ուրեմն պետք է ասենք, որ այդ վատ խնձորը, որ եկավ փտած եւ փչացրեց մյուս խնձորներին, դա Կիլիան Մբապեն էր, բայց ես չեմ ուզում ընդունել ոչ մի կերպ, որ Կիլիան Մբապեն այն մակարդակի հրեշ է, որ գալով Ռեալ փչացրեց ամբողջ մթնոլորտը ու բոլորը դարձան արդեն հիստերիկ երեխաներ, բոլորը դարձան վատ մարդիկ։ Իհարկե, bad boy-երը ֆուտբոլում միշտ հաջողության են ասում, ես նշել եմ, որ Ռեալում կան bad boy-եր եւ համաշխարհային ֆուտբոլում շատ են bad boy-երը։ Ժոզե Մուրինյոյի տեսությունը այս առումով իդեալական է, երբ նա ասում է, որ ներկայիս ֆուտբոլում լավ տղաները չեն հաղթում եւ հաղթում են վատ տղաները։ Սա եւս հստակ է։ Եթե Ռեալ Մադրիդում անգամ կան այդ վատ տղաները, ապա այդ վատ տղաները տիտղոսներ են հաղթել։
Դրա համար վերցնել եւ ասել, որ ամենամեծ մեղավորը դա պատասխանատուն ֆուտբոլիստներն են, դա աբսուրդ է։ Մարզիչը պետք է վաստակի վստահություն, մարզիչը պետք է ստանա ֆուտբոլիստների հարգանքը, այլ ձև չի լինում համաշխարհային ֆուտբոլ, անգամ սիրողական լիգաներում, երբ որ լինում են մարզիչներ, նրանք առաջինը իրենց ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների վստահությունն են ներշնչում, ստանում, հարգանք են ստեղծում այդ ֆուտբոլիստների նկատմամբ եւ ստանում են փոխադարձ։ Դա Չաբի Ալոնսոն չի արել, Չաբի Ալոնսոն խառնվել է այդ ֆուտբոլիստների անձնական կյանքին, իսկ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները պատրաստ չեն ընկերներ դրան։ Ալոնսոն վատ մարզիչ չէ, Ալոնսոն լավ մարզիչ է։ Ալոնսոն կարող է գուցե ուրիշ թիմում աշխատել եւ նրա մոտ կստացվի, նա կարող է ուրիշ թոփ թիմում իր գաղափարներով, իր խստությամբ, իր մեթոդիկայով հարցեր լուծել, բայց Չաբի Ալոնսոն այս Ռեալ Մադրիդին պատրաստ չէր, այս Ռեալ Մադրիդը չի համապատասխանում իր համակարգային ֆուտբոլին, այս Ռեալ Մադրիդը չի համապատասխանում իր սկզբունքներին, բայց ի՞նչն է այս ամեն ինչի վատը, եթե Ալոնսոն մնար իր սկզբունքներին, նա պատերազմեր, ինչպես Ժոզեն ժամանակին պատերազմեց, ինչպես Բենիտեսը միջև հիմա պատերազմում է, ապա մենք չենք ասի, որ նա պետք է հեռանա, մենք կասենք, որ մարդը ուզում է իր սկզբունքները առաջ տանել մինչև վերջ։ Գուցե այդ ժամանակ նրան կտային ավելի շատ ժամանակ, գուցե այդ ժամանակ նա ինչ որ ձև կհաջողեր, գուցե չէր հաջողի, որովհետև նորից եմ կրկնում ներկայիս կազմը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի, որպեսզի Ալոնսոյի ֆուտբոլը աշխատի այսպիսի Ռեալ Մադրիդում, իսկ երբ նա փոխում է իր սկզբունքները, մենք չենք կարող ասել փոխած սկզբունքներով նա ինչի կարող է հասնել, որովհետև նա այդպիսի մարզիչ չէ։ Նա ունի հստակ խաղաոճ եւ պետք է խաղա այդ հստակ խաղաոճով։ Եթե նա դուրս է գալիս այդ հստակ խաղաոճից, ուրեմն նա չի կարող արդյունք տալ։ Այսքանն էր Ալոնսոյի հետ կապված իմ այդ անդունդը, այսպես ռոք-ն-ռոլի խորտակման թեման, հիմա փորձենք անցնել արդեն մյուս թեմային, Ալվարո Arbeloa-ի նշանակումը։ Կաստիլիայի պատմության մեջ, եթե հաշվի ենք առնում Զիդանի օրինակը, կոնկրետ Ռաուլի օրինակը, Arbeloa-ի ցուցանիշները լավագույնն են։ Բացի դրանից Arbeloa-ն նաև երիտասարդական թիմի հետ կարողացել է հաղթել Չեմպիոնների լիգա, սա եւս մեկ անգամ նշում է Arbeloa-ի դրական կողմերից մեկը։ Arbeloa-ն երիտասարդական թիմերում շատ մեծ ավանդ ունի ներկայիս Ռեալ Մադրիդի, շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների գործունեության մեջ Arbeloa-ն մեծ դեր ունի, եւ բացի դրանից Arbeloa-ն Ռեալ Մադրիդի սան է, նա ամբողջ կյանքը անցկացրել է գրեթե Ռեալ Մադրիդում, նա 20 տարուց ավել այս համակարգում է, նա իդեալական գիտի Ռեալ Մադրիդը, նա Ֆլորենտինո Պերեսի ամենասիրելի կերպարներից մեկն է, այսպես ասած լրիվ Ռեալ Մադրիդի մարդն է։ Ու այս ամենը այնքանով է դրական, որ Arbeloa-ն այնպիսի կերպար է եղել հանդերձարաններում, որ նրան համարել են սպարտացի, այսինքն նա պատրաստ էր իր կյանքը տալ դաշտում, միայն թե Ռեալ Մադրիդը հաջողության հասնի։ 21-րդ դարում ոչ մի անգամ չի եղել դեպք, որ Ռեալ Մադրիդի սանը հենց Կաստիլիայից դուրս եկած ֆուտբոլիստը դառնա մարզիչ եւ լինի Ռեալ Մադրիդի մարզիչ։ Սա եւս շատ հետաքրքիր ու յուրօրինակ հանգամանք է, որը մենք ունենք։ Arbeloa-ն դարձավ Ռեալ Մադրիդի մարզիչ եւ նրա պայմանագրի հետ կապված սկզբից կար որոշակի անորոշություն, որովհետեւ պաշտոնական հայտարարության մեջ չէր նշվում, թե ինչքան ժամանակով է նա գլխավորելու Ռեալ Մադրիդը։ Արդյոք շա ժամանակավոր նշանակում է, թե կա հստակ պայմանագիր։ Հետո պարզ դարձավ, որ կա հստակ պայմանագիր, նախնական մինչև 2027 թվականը, բայց իհարկե Ռեալ Մադրիդին բնորոշ պայմաններով, եթե նա ունենա տիտղոս կամ տիտղոսներ, նա կմնա, իսկ եթե չունենա տիտղոսներ, ապա իհարկե կհեռացվի եւ կգա ուրիշ մարզիչ, կամ ինչպես Ռեալում են սիրում ասել, ընդհանուր փոխհամաձայնության կգան մարզիչը եւ ղեկավարությունը եւ մարզիչը կհեռանա։ Arbeloa-ի հետ կապված ամենակարևոր դրույթներից մեկը, որի մասին ես ուզում եմ խոսել, նախկինում եղած սկանդալներն են նրա շուրջ, որովհետև այդ սկանդալները այնքանով են ծանրացրել եւ այնքանով են որոշ երկրպագուների մոտ վատ հայացքներ թողել Arbeloa-ի մասին, որ գուցե սա կարող է ինչ-որ ձևով խանգարել։ Իհարկե կոնկրետ դրանք տարիքով երկրպագուների մասին են խոսքը, որտեղ բոլորս հիշում ենք Arbeloa-ի եւ Կասիլիասի հետ եղած միջադեպը, երբ Կասիլիասը Ժոզեի հետ բախվեց, այդ կնոջ պատմությունը, այդ ինֆորմացիայի փոխանցումը, այդ ժամանակ Arbeloa-ն կանգնեց Ժոզեի կողքին, բայց այստեղ ամենամեծ սկանդալը եղավ այն ժամանակ, երբ իսպանական մամուլներից մեկը շատ ծանր հոդված էր գրել Իկեր Կասիլիասի թեմայով, այնտեղ կային շատ վատ օգտագործված բառեր, ոչ եթերային, եւ Arbeloa-ն այդ հայտարարությունը կիսվել էր
Եվ դրանից հետո մեծ սկանդալ էր հասունացել, թերևս եկե դրանից հետո Արբելոյան ներողություն է խնդրել Կասիլյասից, նշելով, որ ամբողջությամբ չի կարդացել եւ այդ վիրավորական բառերը չի տեսել, միայն համաձայն է եղել այն մտքով, որ սխալ էր Կասիլյասի գործունեությունը Ժոզե Մուրինյոյի հետ կապված, հետո նրանք իհարկե իրար հետ խոսել են, հարաբերությունները Կասիլյասի եւ Արբելոյի կարգավորվել է եւ այս պատմությունը շատ հին երկրպագուներ, ովքեր հիշում են, Կասիլյասին սիրելով հանդերձ Արբելոյի հանդեպ մի քիչ ունեն գուցե հակակրանք, բայց Ռեալ Մադրիդի բոլոր գլխավոր ատյաններում Արբելոյան մեծ հարգանք է ստանում բոլորի կողմից, որովհետև նա այնպիսի մարզիչ է, նա այնպիսի մարդ է, որ ամբողջ կյանքը նվիրել է Ռեալ Մադրիդին, իր կյանքն է տվել այս թիմի համար, շատ լավ է աշխատել երիտասարդների հետ եւ ինչպես Մարկան էր գրում, անգամ Ռաուլ Գոնսալեսը, որ Ռեալ Մադրիդի պատմության երևի ամենամեծ ֆուտբոլիստներից մեկն է եւ ինձ համար լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը, ահա այս տղան ասում էին ավելի վատ մարզիչ է, քան Արբելոյան, այսինքն նույն Պերեսը չէր վստահում այնպես Ռաուլին, որքան Արբելոյան, եւ սա հետաքրքիր ցուցիչ է, որովհետեւ եթե նայում ենք կերպարային առումով Զիդան, Ռաուլ, Արբելոա, ապա Արբելոյան չունի այդ խարիզման եւ չունի այդ մեգա աստղի ֆուտբոլիստի կարգավիճակը ժամանակին։ Այդ դա է նաև Զիդանի եւ Արբելոյի տարբերություններից մեկը, որովհետեւ Զիդանը տեղով աուրա էր, Զիդանին բոլորը հարգում էին։ Ներկայիս համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստները բոլորը գլխարկ են իջացնում, երբ որ Զիդանը անցնում է նրանց կողքով։ Սա այդ չունի Արբելոյան եւ սա ունեն Ռաուլը, բայց անգամ այսպիսի պայմաններում Մարկան գրում էր, որ Ֆլորենտինո Պերեսը Արբելոյին ավելի մեծ տեղ է տալիս, քան նույն Ռաուլին։ Ինչն է կարևոր, որ Ռաուլը երբ որ հեռացավ Ռեալ Մադրիդից, Կաստիլիայից, այդ ժամանակ նրան խոստացել էին, որ նա պետք է լինի Անչելոտիից հետո, բայց այդ ժամանակ արդեն համացանցը, այսպես ասած, համաշխարհային ֆուտբոլը պայթեցրած Չաբի Ալոնսոն դարձավ, այսպես ասած, այն մարդը, ում ուղղակի Պերեսը չէր կարող բաց թողնել եւ որոշեց ամեն գնով բերել Պերեսին, որը եղավ իր քաղաքականության իմ կարծիքով ամենամեծ սխալներից մեկը։ Լավ է, որ այդ սխալը նա ուղղել է գոնե այս պահին, երբ Ռեալը դեռ կարող է պայքարել 3 տիտղոսի համար։ Դրա համար Ռաուլը չեկավ։ Այն բոլոր մարդկանց, ովքեր սպասում էին Ռաուլին, հենց դրա համար Ռաուլը չեկավ եւ հենց դրա համար եղավ գլխավոր մարզիչ Արբելոյան։ Գուցե կարող է լինել Սոլարին, որովհետև նմանատիպ իրավիճակում մի անգամ թիմի ներսից եղել էր Սոլարին, բայց Արբելոյին, ինչպես գրում են իսպանական տարբեր պարբերականներ, շատ շուտվանից է Ռեալը դիտարկել, որ մի օր պետք է նա շանս ստանա որպես Ռեալի գլխավոր մարզիչ, որովհետև համակարգում այնպիսի հսկայական աշխատանք է կատարել եւ իր նվիրվածությամբ այնպես է եղել այս թիմում, որ պետք է այդ ամենը կատարվեր։ Արբելոյան այսօր կանցկացնի իր առաջին հանդիպումը Ալբասետեի հետ, այնտեղ մեկնարկային կազմի շատ ֆուտբոլիստներ բացակայելու են եւ նրա համար շատ կարեւոր է այս խաղը իհարկե սկսել հաղթանակով եւ ցանկալի կլինի, որպեսզի լավ խաղով հաղթեն եւ հաղթեն տպավորիչ, թերևս այդ ցանկալի լինելը մի քիչ հարաբերական է, որտեղ այս խաղում կոնկրետ առաջի խաղն է, Մարիժը ընդամենը 1 պարապմունք է անցկացրել եւ առաջնային պետք է որ նա ուղակի հաղթի։ Արբելոյի մարշչական շտաբի հետ կապված նա ամբողջությամբ բերել է իր թիմը, միակ նշանակումը, որ նա չի արել, դա ֆիզպատրաստության մարզիչն է, որ վերադարձել է Պինտուսը, որտեղ շատ է նրան հավանում Պերեսը եւ նշում է, որ Պինտուսը կարող է փրկել Ռեալ Մադրիդի այս վնասվածքների աղետը։ Իհարկե Պինտուսի օրոք են եղել վնասվածքներ, բայց Պինտուսը ամեն դեպքում Չեմպիոնների լիգա ավելի շատ է իր կյանքում տեսել, քան համաշխարհային ֆուտբոլում շատ լիքը ֆուտբոլային թիմ է։ Հիմա եկեք խոսենք Արբելոյի ֆուտբոլի մասին, թե ինչ ֆուտբոլ է նա դավանում։ Նա ընդհանրապես խաղում է 4-3-3 մարտավարությամբ, որտեղ հենակետային կիսապաշտպանը պետք է խաղարկող լինի նաև, այսպես ասած։ Իհարկե Ռեալ Մադրիդում Չուամենին ունի որոշակի այդպիսի տաղանդ, բայց իհարկե ամբողջությամբ նա խաղարկող չէ, սա արդեն սելեկցիոն հարցերն է, որը Ռեալը կարծում եմ ամռանը կլուծի եւ արդեն մամուլում կան այդ մասով խոսակցություն, եկե Ռեալում ամեն ինչ հասնում է 2 տարի ուշ, բայց կարևորը հասնում է ղեկավարությանը եւ ղեկավարությունը ուղղում է իր սելեկցիոն սխալները։ Եվ բացի դրանից Արբելոյան, ինչպես ասում են, սիրում է գեգեն պրեսինգով ֆուտբոլ, բայց նրան նմանացնում են իզուր չէ Ժոզե Մուրինյոյին, որտեղ նա կարող է նաև հարմարվել եւ կարող է նաև խաղալ միջին բլոկով եւ ինչպես մամուլն է գրում, նա չի գալու այստեղ խաղալու գեգեն պրեսինգով, որտեղ նա արդեն տեսել է Ալոնսոյի ճակատագիրը, նա տեսել է թե Ալոնսոն ինչպես է ձախողվել եւ նա հստակ գալիս է այլ մեթոդիկայով, ավելի Անչելոտի, ավելի Զիդանի մեթոդիկայով, նա փորձելու է լինել ֆուտբոլիստների հետ ավելի ընկերական, նրանց չի
տանջելու, չի խառնվելու նրանց անձնական կյանքին, վերադարձնելու են նրանց այն ազատությունները, որոնք նրանք ունեին Զիդանի եւ Անչելոտիի օրոք, բայց միաժամանակ դնելու է իր ֆուտբոլային գաղափարները։ Ես սրա առումով շատ եմ կարևորում մամուլի ասուլիսը, որովհետև երբ որ Ալոնսոն էր գալիս, Ալոնսոն ասում էր, ես եկել եմ այստեղ ռոք ն ռոլ խաղալու։ Նա խոստանում էր հստակ պրեսինգ, հակապրեսինգ, այնպեսի ֆուտբոլ, որ երկրպագուները հպարտանալու են Ռեալ Մադրիդով։ Իսկ այդ հարցին երբ հարցրեցին Arbeloa-ին, թե նա ինչպիսի ֆուտբոլ է խաղալու, նա ասաց իմ նպատակն է հաղթելը, ասեց մեր մարտավարությունը լինելու է հաղթելը։ Սա ֆանտաստիկ պատասխան է ընկերներ, ինչու է ֆանտաստիկ պատասխան, որովհետև նա հստակ հասկանալով Ռեալ Մադրիդի բոլոր խնդիրները, ընդհանրապես չի ասում, թե ինչ խաղաոճով է խաղալու, անակնկալ թողնելով նաև երկրպագուների, մրցակիցների համար, եւ ցույց է տալիս, որ նա այստեղ եկել է միայն հաղթելու։ Նրա համար կարևոր չէ, թե իր թիմը ինչպես կխաղա, այլ կարևորը կունենա արդյունք։ Իսկ հաշվի առնելով, որ Ռեալ Մադրիդը պատմականորեն արդյունքի մասին է, սա հիասքանչ պատասխան է ընկերներ։ Ալոնսոն ուղղակի այդ ժամանակ իմ կարծիքով շտապեց եւ չէր գիտակցում, որ Ռեալ Մադրիդում չի կարելի խոստանալ ինչ-որ մի բան եւ հետո այդ դրանից հետ կանգնել եւ պատասխան չտալ։ Հենց դա էր կարծում եմ Ալոնսոյի հեռացման գլխավոր պատճառը։ Իսկ Arbeloa-ն չի տալիս այդպիսի պատճառ, չի ասում, թե ես ինչ հստակ խաղաոճով եմ խաղալու, նա ասում է իմ խաղաոճը դա հաղթելն է։ Մենք գիտենք, որ Arbeloa-ն երիտասարդական թիմերում փորձել է տարբեր տակտիկական սխեմաներ եւ տարբեր խաղաոճեր, իհարկե հիմնականում նա կլոպյան այդ գեգենպրեսինգի երկրպագուներից է, բայց նա նրանց շատ հարազատ է նաեւ միջին բլոկով հակագրոններով Ժոզե Մուրինյոյի ոճը։ Նա իմ կարծիքով Ռեալ Մադրիդում ընտրելու է այսպես ոսկե միջին ինչ-որ մի բան, միջին բլոկով Ժոզե Մուրինյո եւ ընդհանուր մոտիվացիոն առումով Զիդան Անչելոտի մոդել, ես գոնե այսպես եմ պատկերացնում Arbeloa-ի ճանապարհը։ Կկարողանա արդյոք նա այդ գաղափարները հասցնել Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներին, շատ բարդ է ասել։ Կկարողանա նա այս կազմի հետ հասնել հաջողությունների, այս բանին հարցական է, որտեղ մենք նրան տեսել ենք միայն երիտասարդական ֆուտբոլում, եւ այնտեղ նա լավն է եղել։ Թե ինչպես նա կլինի մեծերի ֆուտբոլում, դա իհարկե մեծ հարցական է։ Այս հարցին հիմա ոչ մեկը չի կարող պատասխանել։ Ռեալը շարունակում է հիմա գտնվել բարդ իրավիճակում, որտեղ ժամանակին սխալ սելեկցիոն աշխատանքի պատճառով, ճիշտ մարզիչին ճիշտ տեղից հեռացնելով եւ սխալ մարզիչ բերելով, քաոտիկ հիբրիդային ֆուտբոլը, որը տարիներով հաջողություն է բերել Ռեալին, սխալ պահին որոշել փոխել ժամանակակից ֆուտբոլով չունենալով դրան համապատասխան կազմ, այս խնդիրներից հետո իհարկե դու պետք է դեռ երկար պատասխան տաս։ Եվ գուցե այս սեզոնը ամբողջությամբ կլինի անցած սեզոնի նման եւ Ռեալը պատասխան կտա մինչեւ վերջն, արդեն երկրորդ սեզոնով եւ գուցե այս սեզոնում էլ չի ունենա տիտղոսներ։ Բայց ես չեմ ուզում այդքան վատը մտածել, որովհետեւ հիմա շատ կարեւոր է, որ թիմը այդ բացական նոտայից, այսպես ասած, այդ կոնֆլիկտային իրավիճակից, մարզիչ ֆուտբոլիստներ ծանր հարաբերություններից, ղեկավարություն արդեն մարզիչ չվստահությունից, այդ լարվածությունից դուրս գա եւ ամեն ինչ սկսի 0 կետից։ Եվ այդ 0 կետի սկսելու համար չկա ինձ թվում է ավելի հարմար տարբերակ այս պահին, քան Arbeloa-ն է, որովհետեւ Arbeloa-ն թիմի ներսը հիասքանչ գիտի, ինքը շատ մոտիկ է եղել Ալոնսոյի հետ, նրանք մոտիկ ընկերներ են, նա նաեւ հաստատ լսած կլինի, թե Ալոնսոն ինչ խնդիրների է բախվել, չի կրկնի նույն սխալները, ֆուտբոլիստների հետ կստեղծի ավելի լավ հարաբերություններ, պլյուս սրան երբ գումարում ենք, որ նա Ժոզե Մուրինյոյի հետ շատ լավ հարաբերություններ ունի, հասկանում ենք, որ նաև գիտի ուրեմն բանակցել ֆուտբոլիստների հետ եւ հստակ գիտի բանակցել ղեկավարությունների հետ։ Բացի դրանից արդեն մամուլը խոսում է, որ նա Զիդանի ու Անչելոտիի մոդելն է նախընտրում խաղային տեսանկյունից այս պահին, դա եւս նշանակում է, որ նա հասկացել է, թե այս թիմին ինչն է հաջողություն բերում, նա չի եկել այստեղ նորություն բերելու, նա եկել է այստեղ հին ավանդույթները արդեն որոշակի նորացված շարունակելու, ինչը ամենակարևորն է ներկայիս Ռեալ Մադրիդի համար եւ այս կազմի համար, որտեղ այս կազմը պետք է իմ կարծիքով խաղա հիբրիդային, քաոտիկ ֆուտբոլ, որտեղ ստեղծվում է թիմային պաշտպանություն եւ տրվում է ազատություն աստղերին։ Սա պետք է փորձի անել Arbeloa-ն։ Arbeloa-ն եթե անգամ հաղթի 1 տիտղոս, դա իմ կարծիքով այս պայդրությամբ կլինի լավ նշան։ Եվ արդեն ամռանը սելեկցիոն խնդիրները լուծելուց հետո թիմին պետք է 1 կենտրոնական պաշտպան եւ վերջապես այդ խաղարկող կիսապաշտպանը Ռեալ Մադրիդը կկարողանա իմ կարծիքով ընկնել հունի մեջ։ Ես չեմ բացառում, որ գուցե
Arbeloan կարող է ընդհանրապես ավելի վատը լինել, քան Ալոնսոն կամ ընդհանրապես բոլորից զարմացնել եւ լինել ավելի լավը։ Ես դրա մասին կխոսեմ արդեն երևի մի 5-6 խաղ հետո, երբ որ կդիտեմ Ռեալ Մադրիդի խաղ, կհասկանամ թե ինչ տակտիկական քայլեր է անում Arbeloan, ինչպես է տեսնում ֆուտբոլը, ինչպես է շփվում ֆուտբոլիստների հետ, ինչ փոխարինումներ է անում, եւ ես դրանից հետո անպայման նորից կունենամ եթեր եւ մենք արդեն կքննարկենք Arbeloa-ին որպես մեծ ֆուտբոլում մարզիչ, որովհետեւ մենք չենք տեսել եւ հիմա ասել, որ նա կհաջողի կամ չի հաջողի, դա վանգայություն է։ Փաստ է, որ նա ստացել է շատ արատավոր իրավիճակում գտնվող Ռեալ Մադրիդ, որտեղ Ռեալ Մադրիդին պետք է առաջնային հոգեբանորեն հետ բերել, շատ ֆուտբոլիստների պետք է վստահությունը ստանալ, եւ կա այստեղ նաեւ մի հատ այսպիսի հանգամանք, ֆուտբոլիստները անընդհատ մամուլում կարդում են, որ մեղավորը իրենք են, մեղավորը իրենք են, մեղավորը իրենք են։ Եթե նրանք հիմա կարողանան տրամադրվել եւ ապացուցել հակառակը, օրինակ Arbeloan իրոք լինի այն իրենց ընկերը, եղբայրը եւ նրանք կարողանան միասին մոտիվացիոն տեսանկյունից անել այն, ինչ որ սպասում են Ռեալի երկրպագուները, դա ուղղակի հիասքանչ կլինի։ Այստեղ նաև ֆուտբոլիստների խոսքի երթն է, որովհետև կարծես թե նրանք չէին ուզում Ալոնսոյին եւ Ալոնսոն գնաց։ Հիմա նաև խոսքն է նրանց ժամանակի, որ նրանք ասեն, որ այո, խնդիրը մարզիչի մեջ էր եւ խնդիրը մեր մեջ չէ։ Մեկ բան ֆուտբոլում շատ կարևոր է, ընկերներ, որքան էլ ֆուտբոլիստները, եթե անգամ ինչ-որ մեղավորություններ ունեն, դու չես կարող փոխել բոլոր ֆուտբոլիստներին։ Միշտ ուժվում են մարզիչները, եւ ցավոք սրտի այդ մարզիչը դարձավ Ալոնսոն եւ ուրախություն մեզ Ռեալի լեգենդար սաներից մեկը, իհարկե գուցե ոչ այնպիսի մեծ անուն, ինչպիսին Ռաուլն է, Կասիլյասն է, Կարվախալն է, բայց գուցե այնպիսի անուն, ինչպիսին Նաչոն էր, ինչպիսին Լուկաս Վասկեսն էր, Arbeloan դառնում է Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ, եւ ես հաջողություն եմ մաղթում Arbeloa-ին, հուսամ նա լինելով 21-րդ դարում միակ մարզիչը, որ Ռեալի սանը եւ Ռեալն է մարզում, կունենա իրոք հաջողություններ։ Իսկ Ռեալի ֆաները հիասքանչ գիտեն, թե Կաստիլիայից ելած տղաները ինչպես են կյանք տալիս այս գերբի համար։ Լավ մնացեք, կհանդիպենք շուտով։